Բարի լույս հարգելի հետևորդներ, ժամի կարևոր նորություններով եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի հայտագիր։ Պատճառը ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարություններն են։ Սոլովյովը իր հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում անտեսելով միջազգային իրավունքը։ Արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ այն գնահատվել է Հայաստանի ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն եւ թշնամական դրսեւորում։ Այս հայտարարությունը խոր վրդովմունք է առաջացրել Երևանում։ Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները Բաքվում քննարկել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ու Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսը։ Կողմերը քննարկման ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկայվիճակին, մասնավորապես էլեկտրաէներգիայի, առևտրի եւ տարածաշրջանային կապերին։ Ի դեպ դեռ տեղեկություն չկա այս նույն պատվիրակությունը ժամանելու է Հայաստան Թրամփի ուղի նախագիծը քննարկելու համար, թե ոչ։ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս երկիրը լքել Հայաստանի կամ Թուրքիայի ճանապարհներով։ Աշխատեք ցույց չտալ ձեր ամերիկյան անձնագիրը կամ ասել, որ ամերիկացի եք, դա կարող է վտանգավոր լինել եւ նույնիսկ ձերբակալության պատճառ դառնալ, նշված է հայտարարության մեջ։ Իրանում օրորի վիճակն ավելի է թեժանում։ Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են 550-ից ավելի զոհերի եւ 10,000-ից ավելի ձերբակալվածների մասին։ Թեհրանից ստացվող տեղեկությունները սարսափեցնող են։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ զոհերի թիվն այնքան մեծ է, որ դիերը տեղափոխվում են բեռնատարներով։ Լեփլեցուն են նաև հիվանդանոցներն ու դիահերձարանները։ Ավելի լավ պատկերացնելու համար նշեմ, որ Թեհրանի մերձակայքում նկարահանված տեսանյութերից մեկում BBC-ն ֆիքսել է մոտ 180 դի, որոնց մի մասը սև պարկերի մեջ դրված են բաց երկնքի տակ։ Իրանի իշխանությունը փողոցում տեղի ունեցածը այլ կերպ է ներկայացնում։ Նախագահը երկիրը ավերող ցուցարարներին ահաբեկիչներ է անվանում, իսկ արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ պնդում է, որ երկրում տեղի ունեցածը բողոքի ցույցեր չեն, այլ արտաքին ուժերի կողմից հրահրված ահաբեկչական գործողություններ։ Արաղչին նաև հայտարարել է, որ վիճակը ամբողջությամբ վերահսկվում է, թեպետ վերջին օրերին անկարգությունների ընթացքում հրկիզվել է 53 մզկիթ։ Այն ինչ տեղի է ունենում հիմա բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ։ Ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ոչ մի իրանցի դա չէր անի։ Հունվարի 8-ից 10-ը ցուցարարների շրջանում եղել են զինված ահաբեկիչներ, որոնք կրակել են անվտանգության ուժերի, ոստիկանության եւ քաղաքացիական անձանց վրա։ Նրանց նպատակն էր ավելացնել զոհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ կմիջամտի, եթե զոհերի թիվն աճի։ Մենք ձայնագրություն ունենք, որտեղ ասում է, որ կարելի է կրակել ցանկացած մեկի վրա, նույնիսկ ձեր կողքին գտնվող սովորական մարդկանց։ Թեհրանը նաև կոշտ է արձագանքել Վաշինգտոնի հնարավոր գործողություններին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ, ապա անմոռանալի դաս կստանա։ Ղալիբաֆի խոսքով Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն եւ պատասխանել ցանկացած սպառնալիքի։ Դիմելով Թրամփին, նա նշել է, որ լսել է Իրանի հասեին հնչեցրած սպառնալիքները եւ զգուշացրել, որ նման զարգացման դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամբողջ ներուժը կարող է հայտնվել լուրջ վտանգի տակ։ Իսկ Իրանի վերջին շահի որդին հանդես է եկել նոր ուղերձով, հայտարարելով այսպես կոչված ազգային ապստամբության նոր փուլի մեկնարկի մասին։ Նրա խոսքով վերջին 2 շաբաթվա ընթացքում զանգվածային ցույցերը ցնցել են իշխող ռեժիմի հիմքերը։ Մենք չենք նահանջի, Իրանի ազատությունը մոտ է, մենք միայնակ չենք, միջազգային աջակցությունը շուտով կժամանի։ Իսկ ինչպես ստացվեց, որ Իրանում ներքին լարվածության ֆոնին քաղաքական ակտիվ խաղի մեջ մտավ շահի ժառանգը։ Ով է նա եւ ինչ ազդեցություն ունի երկրի ներսում, Սեդա Մակարյանն է պատմում։
شما با حضور گسترده و شجاعانه Ռեզա Փահլավի Իրանի վերջին շահի Մուհամմադ Ռեզա Փահլավի ժառանգն է, որը Իրանում իշխանափոխության կոչերով է հանդես գալիս։ Վաշինգտոնում բնակվող 66-ամյա գործիչը բացահայտ դիմում է իրանցիներին դուրս գալ փողոցներ եւ վերջ դնել Իսլամական Հանրապետության իշխանությանը։ Փահլավին տարիներ շարունակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ ըստ տարբեր աղբյուրների վայելում է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, երիտասարդ տարիներին ծառայել է շահական զինված ուժերում, իսկ 17 տարեկանում մեկնել Միացյալ Նահանգներ ռազմական օդաչուի պատրաստություն անցնելու։ Նա ուսումնառություն է ստացել Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում Ռիզի ռազմաօդային բազայում, պատրաստվելով կործանիչ ինքնաթիռների օդաչուի մասնագիտությանը։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունը նրա կյանքում դարձավ շրջադարձային։ Փահլավին այդպես էլ չվերադարձավ Իրան։ 7 տարեկանում ինքնահռչակված գահաժառանգը երբեք չգահակալեց, իսկ հորմահից 1 տարի անց դարձավ Փահլավիների տան ղեկավարը։ Միացյալ Նահանգներում գտնվելու տարիներին նա չի դադարել կոչ անել Իրանին անցնել դեմոկրատական աշխարհի կառավարման համակարգին։ Փահլավին 3 գիրք է գրել Իրանի մասին։ Գահանկեց շահի ժառանգը առավել հայտնի է իր բացահայտ արևմտամետ դիրքորոշումներով։ Նա բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան եւ ստանձնել երկրի ղեկավարությունը, վերականգնելով մենիշխանությունը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ վերջին օրերին Իրանում արձանագրված անկարգությունների քաղաքական ֆոնին շահի ժառանգի դերակատարումն ու ազդեցությունը հաճախ ուռճացվում է։ Նրա խոսքով Փահլավին չունի լայն աջակցություն Իսլամական Հանրապետությունում, թեև ակտիվորեն ներգրավված է արտաքին քաղաքական հարթակներում։ Հատկանշական է, որ Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների ընթացքում Փահլավին հայտարարել էր. դրանք վիթխարի ծառայություններ են մատուցում Իրանի ժողովրդին։ 12-օրյա պատերազմի ընթացքում այս անձը իր աջակցությունը հայտնեց Իսրայելին սեփական հայրենիքը ռմբակոծելու, ռմբահարելու եւ սեփական հայրենիքի դեմ պատերազմ սկսելու առումով, ինչը ըստ էության չի կարելի որևէ պարագայում, եթե նույնիսկ գործ ունես քեզ համար, ասեմ այսպես, անընդունելի վարչակարգի հետ քո հայրենիքում, բայց այսուհանդերձ մենք դա տեսանք, ուստի չի բացառվում, որ հենց իսրայելական կողմից էլ փորձ է կատարվում նրա կերպարը ուռճացնել։ Վերջին հայտարարություններում Ռեզա Փահլավին կոչ է արել իրանցիներին գրավել քաղաքների կենտրոնները եւ պատրաստվել իր վերադարձին։ Այդ կոչերից հետո, ինչպես հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները, երկրում արձանագրվել են զինված ահաբեկչական հարձակումներ։ Ռեզա Փահլավին մի քանի անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ առաջիկայում սպասվում է հերթական հանդիպումը։ 2 տարվա ընթացքում մի քանի անգամ այցելել է Իսրայել, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հենց Նեթանյահուի կամ իսրայելական, այսպես վերնախավի տարբեր ներկայացուցիչների հետ։ Թրամփն էլ խոստովանում է, ճանաչում է Ռեզա Փահլավիին, ասում է, լավ տղա է։ Սեդա Մակարյան, Եղամ Ղազարյան, ABC Media։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադառնալով վերջին զարգացումներին նշել է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում ռազմական բախման սցենարը շրջանցելու հնարավորությունը դեռևս թույլ է, սակայն որոշ հույսեր արդեն նկատելի են։ Ոսկանյանի խոսքով Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած ունեցել է միջնորդական առաքելություն եւ նպատակ ունի կապ հաստատել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև։ Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի արտգործնախարարը, նշելով, որ երկիրը պատրաստ է թե բանակցության, թե պատերազմի։ Առավել ուշագրավ էր սակայն Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս արկա է Նարախչի Վիտկով ուղիղ հաղորդակցության խաղովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։ Այս ամենին զուգահեռ միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի եւ Թուրքիայի կողմից։ Նման չափազանց բարդ իրավիճակները ռիսկերին զուգահեռ նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել եւ անհամեմատ ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը։ Այս ամենի ֆոնին ինչ տեղեկություններ կան Իրանում ապրող մեր հայրենակիցների մասին։ Ըստ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի, ինտերնետի անջատման պատճառով անցած շաբաթվա վերջից հնարավոր չի եղել կապ հաստատել նրանց հետ։ Գործընկերոջս հարցին, թե հնարավոր է տարհանում կազմակերպել, թե ոչ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասել է, որ չունի բավարար տեղեկություն, որպեսզի կարողանա խոսել տարհանման մասին։ Սիրիայի այս վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ
Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Եվ նույնիսկ հիմա էլ այս բախումները, որ Հալեպում կան, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջև, այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, մենք գիտենք ռեալ ժամանակում, թե ինչ է տեղ ունենում, կոնկրետ այդ օրը, այդ գիշեր ինչ զարգացումներ եղան։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք, երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բանը հիմա պետք է այսօրվանից սկսենք անել։ Չորեքշաբթի Գրենլանդիայի ապագային նվիրված բանակցություններ տեղի կունենան։ Վաշինգտոն են մեկնելու Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները։ Դանիական աղբյուրների տեղեկություններով նրանք Վաշինգտոնում հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Վրաստանի նախկին վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին դատապարտել են 5 տարվա ազատազրկման եւ 1 միլիոն լարի տուգանքի։ Գլխավոր դատախազության պնդմամբ նախկին վարչապետը ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը։ Վրաստանի կառավարության նախկին ղեկավարին մեղադրում են վարչապետ եղած ժամանակ անօրինական բիզնես ունենալու համար։ Այժմ Հայաստանյան լրահոսից։ Գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն վերաքննիչ բողոք են ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով կալանավորել նրան, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանն նշել է, որ փաստաբանական թիմը եւս ներկայացրել է եւ դեռ պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ։ Հիմա դուք պատկերացրեք, եթե իրավաբանները տրամաբանություն չեն տեսնում ընդհանրապես, քանի որ փաստարկ չկա, հիմք չկա, հիմնավորում չկա, բայց կա պահանջ, խնդրանք ամեն կերպ կալանքի։ Դա ամբողջությամբ քաղաքական աբսուրդային հետապնդման տրամաբանության մեջ է։ Իդեպ որ պատկերացրեք տնային կալանքի 1 օրը համարժեք է կալանքի 1 օրվան։ Հենց նաև դրա համար է, որ Սահմանադրական դատարանը, Եվրոպական դատարան տնային կալանքը եւ կալանքը իրենց ինտենսիվության տեսանկյունից նույն հարթության մեջ են դիտարկում։ Իսկ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը կալանքը վերացնելու վերաբերյալ։ Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում սպասվում է տեղումներ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 10-ից 13 աստիճանով։ Երևանում սպասվում է ձնախառն անձրև։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի 5-ից 7 աստիճան տաքություն, գիշերը 3-ից 5 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը թարմ նորություններով եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։